Պատկերացրեք առավոտյան բացում եք հեռախոսը եւ օրինակ Telegram-ում տեսնում, որ բոլորը գրում են մի թեմայի մասին։ Մի քանի րոպե անց նույն թեման հայտնվում է Facebook-ում, հետո TikTok-ում։ Երեկոյան արդեն այն քննարկում են լրատվամիջոցներն ու հասարակական քաղաքական տարբեր գործիչներ։ Թեմաները ծանոթ են։ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, 300,000 ադրբեջանցիներ են տեղափոխվելու Հայաստան կամ Հայաստանը ուկրաինացման ճանապարհին է։ Մի պահ թվում է, թե սա ամենակննարկվող հարցն է, իսկ վերլուծաբաններն էլ արդեն հասցրել են լուրջ մեկնաբանություններ հյուսել դրա շուրջ։ Երբ նույն թեման համակարգված հայտնվում է տարբեր հարթակներում, մասնագետները փորձում են հասկանալ, արդյոք գործ ունեն FIMI-ի հետ։ FIMI-ն անգլերենով հապավում է Foreign Information Manipulation and Interference կամ հայերենով օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա եւ միջամտություն։ Այն տարբերվում է սովորական քարոզչությունից։ FIMI-ն գործում է քողարկված, կեղծ հաշիվներով, նմանակ կայքերով, բոտային ցանցերով ու ոչ թափանցիկ մեթոդներով։ Եկեք տարբերենք։ Եթե մարդը սխալմամբ կեղծ տեղեկություն է տարածում, դա դեռ FIMI չէ։ Եթե նա գիտի, որ տեղեկությունը կեղծ է, բայց միտումնավոր է տարածում, դա արդեն ապատեղեկատվություն է։ Իսկ եթե այդ տեղեկությունը սկսում է համակարգված տարածվել սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով, բազմաթիվ դերակատարների միջոցով, հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով, այստեղ արդեն կարող ենք խոսել FIMI-ի մասին։ FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն այն բանի վրա, թե ինչ են ասում, այլ թե ով, ինչպես եւ ինչու է այն տարածում համակարգված ձևով։ Հաճախ FIMI-ի նպատակն ավելի խորն է՝ սերմանել կասկած, խորացնել բևեռացումը, թուլացնել վստահությունը ինստիտուտների նկատմամբ եւ ստեղծել մի միջավայր, որտեղ փաստը մանիպուլյացիայից տարբերելն անհնար է դառնում։ FIPE-ը սկսում է հասկանալ FIMI-ին տեսաշարքը։ Մի քանի տեսանյութերի միջոցով եւ պարզ լեզվով կբացատրենք ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով են իրականացվում տեղեկատվական արշավները կամ գրոհները եւ ինչպես ճանաչել դրանք հիմնվելով թե միջազգային փորձի եւ թե Հայաստանում մեր իսկ կատարած ուսումնասիրությունների վրա։ Հետևեք մեզ։